նոյեմբերի 9-ից հետո իրենք լիբերալ մարդիկ են, իրենք մնացած իրենք եսի մասին են մտածում, մենքի մասին չեն մտածում։ Լիբերալիզմը ամբողջությամբ եսի վրա է կառուցված։ Ինձ համար մենք կարևոր չի։ Ոնց որ կլսեք Արսեն Թորոսյանի սիգարետ շպրտել փողոցը ինքը համեմատում էր ցեղասպանության հետ։ Իրենք այդ արժե համակարգի գրող են, իրենք ստեպքում նորմալ է, դա մեր համար աննորմալ։ Ուրեմն նոյեմբերի 9-ից հետո Նիկոլի թիվ 1 օրակարգը դարձել է իր ֆիզիկական անվտանգությունը։ Սա է իր գործողությունների մոտիվացիան։ Լավ, իսկ հիմա որպեսզի իշխանափոխությունը իր ֆիզիկական անվտանգությանը կարող է վնասել կամ վտանգել։ Այո, դրա համար իրան պետք է, որպեսզի այս գործողությունները հիմա իրենք սպասում են, թե Իրանում ինչ է տեղի ունենում։ Եթե Իրանը գնում է մեծ պատերազմի, այո, եթե պատերազմ գնում է մեծ պատերազմի եւ կարողանում է չեզոքացնել ներսում այդ լիբերալներին, առաջադեմներին, հենց հոգեվորականները եւ պահապանների կորպուսը կարողանան չեզոքացնել այդ առաջադեմ հատվածին, ուրեմն լինելու է մեծ պատերազմ։ Իսկ մեծ պատերազմից առաջ Նիկոլը պետք է ամուր լինի, որպեսզի այստեղ իշխանություն չկորցնի։ Իսկ ամրությունը լեգիտիմություն, այո, ամրություն իշխանության։ Ինչ խոսքով Ապահովելու է ընտրությունը։ իր արագ վերարտադրությունը։ Արագ վերարտադրությունը